Ողջույն հարգելի այցեղություններ, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Այս անգամ շատ չեմ խոսի և ընդհանրապես բոլոր տեսանյութերում ամսական այսքան շատ չեմ խոսի, ավելի շատ գնայինք այն քարտերը, որոնք որ ընկել են, միայն այդ քարտերի վերաբերյալ կխոսամ։ Հավելյալ քարտեր կլինեն միայն այն դեպքում, երբ որ հարկ լինի, երբ որ քարտերը լավը չեն լինի, և պետք կլինի նայել։ Երբ որ կզգանք, որ դժվարություններ կա, կհասկանանք ինչպես այն լուծել։ Եվ կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, լայք սեղմել, որպեսզի շատանանք, ավելանանք, և ես ավելի հավեսով աշխատեմ։ Տեսնենք տրամադրությունը այցեղությունների ապրիլ ամսին։ Ֆինանսական վիճակը, շրջապատը, հարազատները, տուն, ընտանիք, երեխաները, առողջությունը, սեր, հարաբերություններ, փաստաթղթեր, ճամփորդություն, կարծես թե չի երևում, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն, ինչ-որ մի տեղից, որտեղից կստանաք օգնություն, և իհարկե վախերը, խնդիրները և գաղտնիքները։ Հուսով եմ պատրաստ եք սկսելու համար, տեսնենք ինչ է սպասվելու ձեզ ապրիլ ամսին ընդհանուր, խաղի եք վերածել ամեն ինչ, լուրջ չեք վերաբերվում ինչ-որ բաների, ինչ-որ պահեր են, որոնք որ դե լավ դե մի քիչ գումար ծախսեմ, դե լավ դե հիմա որ աշխատանք չկա դե ոչինչ, ինչ-որ բաներ են, որոնք որ մարդը ուղղակի լուրջ չի տրամադրվում դրան, նաև հարաբերություններին լուրջ չի տրամադրվում։ Իսկ սա նաև մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է, որը կմտնի ձեր կյանք, լավ թե վատ, դա գիտեք, ինչ թվում է սխալ է նայելը, բայց կնայեմ։ Ընդհանուր առմամբ սա լավ է, լավ պահեր են, որոնք որ ձեր տրամադրությունը կբարձրացնեն, բայց պետք է հասկանանք, որ կանխատեսումը ընդհանուր է, և ինչ-որ մեկի համար դա ինչ-որ մեկ այլ բան է լինելու։ Եվ բացի դա կարող է այս ամիս անընդհատ գնաք ոչ հետը խաղերի, խաղասրահներ, երեխաներին տանեք, մեկ անգամ տանեք հավես լինի էլի գնաք, նաև սա խաղեր են, որ դուք ինքներդ խաղաք, դե հիմա Հայաստանի կեսը խաղում եմ։ Շատ վատ է, խաղատները փակվեցին, բայց խաղերը չփակվեցին, դե չփակվեցին խաղատները, դա երիտասարդների մեջ մտցրեցին այս ախմախ բանը։ Եվ տեսնենք ֆինանսական վիճակը, նայեք եթե խաղում եք, այստեղ ևս ֆինանսական վիճակն էլ այդպեսին։ Միգուցե ձեզ ինչ-որ բաներ են առաջարկում, երկերեսանի մարդիկ, միգուցե գումար են ուզում պարտքով, կամ ասում են այսպես արա, ավելի շատ գումար կվաստակես, իրեն լսելով ավելի եք հակառակ խրվում ինչ-որ մի բանի մեջ, միշտ ապեք եզրակացություններ անել, միշտ ապեք ինչ-որ մեկին հավատալ։ Ամեն ինչը լավ կլինի, եթե չհավատակ։ Պետք է ուղղակի չհավատակ նման մարդկանց, չհավատակ իրենց ասածներին, որ վայ, սա այսպես անես լավ կլինի, այդպես բացարձակ մի հավատացեք։ Դուք ձեզանով։ Միգուցե գիտեք, լավ միտք են ասում, ինչ-որ չափով, բայց հենց անձամբ իրենց ասածը մի արեք։ Մի հատ վերլուծեք,
Մտածեք, հա, ոնց որ կարող է իրոք մի քիչ երկեսանի մարդիկ եմ, բայց կարող է ձեր վատի համար էին ասում, բայց դուք շրջում եք դա ձեզ համար որպես լավը, հա, որտեվ սա դուք դուրս եք գալիս լավով ֆինանսական առումով։ Գուցե ասում են, հա դե գնա դիմի, կարող է բարձրացնում են, հա, ինա դու որ գնաք դիմեք, իբրև ձեզ հանեն աշխատանքից մտածեն անընդհատ գումար եք ուզում, չգիտեմ ինչ եք ուզում, բայց հակառակը տեղի ունենա, հա, եւ ձեր աշխատավարձը բարձրացնեն եւ հա կամ գումար տան, եթե պետք լինի ձեզ։ Այդպես։ Տեսնենք ձեր շրջապատը եւ քույր եղբայրը։ Ինչ որ մի բան կլինի քույր եղբոր մոտ, որ ձեզ բավականին դա շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Եվ ձեր շրջապատի մարդիկ նույնպես, միգուցե այս ամիս այնպիսի մարդկանցով եք շրջապատված, ովքեր որ ձեր տրամադրության վրա շատ լավ ազդում են։ Վերաբերմունքն է լավ, հարաբերություններն են լավ եւ դրա համար ինչ որ միտեղ կմտնեք, որտեղ եւս ձեզ համար շատ հաճելի կլինի, ինչ որ խումբ է, ինչ որ մարդկանց մեջ է, որը եւս ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Դա կարող է լինել դե տղամարդկանց համար ֆուտբոլային ակումբ, կամ ինչ-որ միտեղ, որ նստած եք, հա, մարդկանցով եւ լավ եք ձեզ զգում։ Մի խոսքով նաեւ ձեր շրջապատ լավ, ուրախ մարդիկ կմտնեն, ովքեր որ ձեր տրամադրությունը կբարձրացնեն։ Այդ իրենց շարժու ձևով, վերաբերմունքով, աշխույժ լինելով։ Տեսնենք ընտանիք եւ տուն։ Սա տղաների համար կցանկանաք այդ կնոջի հետ ընտանիք կազմել, վերադառնալ տուն։ Նաեւ սա կարող ձեր աղջիկն է գալիս է տուն կամ գնում է տանից, գնում է առանձին ապրի կամ գնում է մեկ այլ երկիր կամ գալիս է տուն, գալիս է օրինակ հեռվից տուն է գալիս։ Դե ընտանիքում կարող եւս մեկ աղջիկ ավելանա, կարող ձեր տղան է ամուսնանում, նշանվում եւ այդպես որպես աղջիկ, որպես ընտանիքի անդամ ավելանում է։ Ոչ աղջիկա կամ կնոջ հետ ինչ-որ մի բան է, ինչ-որ մի բան կարող եք լսել ընտանիքի անդամներից։ Կամ սա աղջիկ է, ում տուն կտակ վարձով, իրենից տուն կվերցնեք վարձով, տուն կգնեք։ Ինչ-որ պահեր են, որ կապված կլինի այդ աղջիկա հետ։ Գուցե բրոկերը ձեզ համար տուն է ման գալիս եւ անընդհատ իր հետ կապի մեջ կլինեք։ Տեսնենք երեխաները ֆիգուրներ են մի տեսական կնում, հա, ինչ-որ բուն թեմա չկա խոսելու։ Եկեք այստեղ նայեմ սա աղջիկա հետ կապված է։ Շատ լավ բան է, այստեղ եթե թեկուզ գնում է տանից դուրս, գնում է թեկուզ սովորելու, աշխատելու, եւս շատ լավ է այս աղջիկու համար։ Իսկ այս տղան արդեն ձեր երեխաների հետ է կապված։ Միգուցե ձեր ամուսինն է, քննարկում եք, որ երեխաներ եք ուզում ունենալ, միգուցե ձեր տղան է, գնում է բանակ կամ գալիս է բանակից։ Միգուցե բժիշկն է, երեխայի դպրոցի ուսուցիչը, եւ նաեւ ինչ որ մի հարց է, այստեղ կարող իրավաբան է, որ երեխաների հետ է կապված։ Այստեղ կարող եք նաեւ համ մեկ րոպե։ Եվ իր հետ հա կարող է կապված լինել ինչ որ հարցեր։ Տեսնենք ընդհանրապես ով է։ Գուցե ձեր տղայի հետ է կապված։ Կամ իմաստուն մարդ է կամ օցեր են։ Սա կարող է ձեր երեխան օրինակ նկատեք, որ ավելի մեծացել է, հասունացել է, ավելի իմաստուն է դարձել։ Նաև դա կարող է լինել օցեր, որ ձեր երեխաների շրջապատում են։ Իրենց համար, հա, այդքան լավ չէ։ Այդպես, ինչ որ մարդիկ են։ Միգուցե ուսուցիչն է, մի տեսակ օցավարի, միգուցե դասախոսն է օցավարի եւ գալիս են ձեզ հետ, ձեզ բողոքում։ Միգուցե ծանոթանում եք ձեր աղջկա սիրելիի հետ։ Ձեր տղան է կարող գալիս ասում սիրահարվել եմ, ուզում եմ ամուսնանալ, այդպես։ Տեսնենք առողջությունը։ Առողջությունը հիանալի է, ուղղակի կարող եք զգալ, որ մեծացել եք։ Մեծացել եք, հասունացել եք, արդեն ձեր տարիքն է երևում, որ նայում եք, հայլում եք, արդեն տարբերություն եք նկատում տարիքային։ Նաև
Եվ բայց հստակ որ սա խնդիր այստեղ գոյություն չունի։ Միայն տարիքային խնդիրներ կարող են լինել, արդեն բավականին մեծ տարիքով մարդկանց մոտ, որ ոչ մի բանը չի ցավում, բայց ինչ որ տարիքի հետ կապված ինչ որ խնդիրներ կան։ Թե չի ինչ որ հատուկ բաներ այստեղ չկան։ Մարդը ուղղակի արդեն զգում է, որ մեծացավ, այդպես։ Սեր եւ հարաբերություններ, այստեղ հարաբերությունները մի փոքր կարող են սառը լինել, ավելի գործնական լինել այս ամիս, դե պետք չի լարվել, որովհետև մտածել սեր չկա եւ այլն, մի տեսակ սառը կարող են լինել։ Դե եւ այն մարդկանց հետ ովքեր որ նոր են սկսում շփվել, այն մարդկանց հետ ովքեր որ ամուսնացած են եւս ավելի շատ ամեն մեկը տրամադրված կլինեք աշխատանքին, քան սիրային թեմային, քան այդպեսի լիբիլի հարաբերություններ, կամ կարող հանդիպել ընդամենը կես ժամ եւ ամեն մեկը էլ նույնպես գնա իր աշխատանքին։ Դա մի դասեք նրան, որ վայ զգացմունքները ավարտվեց, հա, դա ուղղակի դա ամիս այդպես է, ամիս պետք է այդպես լինի հարաբերությունները։ Նաեւ սա պետական հիմնարկություն է։ Ոմանք կամ ամուսնալուծվում են, ոմանք նաև զաքսավորվում են։ Կամ գնում եք ունեք եկեղեցի եւ այնտեղ պայմանավորվում եք արդեն, ինչ որ օր եք նշում հարսանիքի համար կամ նաև զաքսավորման համար եք գնում օր նշում։ Կամ շատ սա կարող է նաև իրար հետ գնաք ռեստորան, շատ այցելեք այս ամիս, կամ կարող է առիթ է այդպես զույգերով եք գնում, ընտանիքով եք գնում։ Մեծ էլի պետք է հասկանալ, որ այնտեղ ինչ որ ավելորդ գրկախառնություններ բաներ չկան, ամեն ինչը սառը տոնի մեջ։ Փաստաթղթերը տեսնենք, դե փաստաթղթերը կզբաղվեք, եթե ովքեր որ հաշվապահ են այստեղ անընդհատ ինչ որ գործողություններ կանեք, փաստաթղթերը կապված է հարսանիքի հետ, միգուցե ստորագրում եք, բայց փաստաթուղթ շատ կարևոր, միգուցե ամուսնական փաստաթուղթ է, ԶԱԳՍ-ի փաստաթուղթ է, ոմանց համար է սա աշխատանքի համար կարող է լինել, ինչ որ մի բան է, որ ստորագրում եք, կամ հարկային է, ինչ որ ֆիրմա եք բացում, ինչ որ բան է, որ անընդհատ պետք է ստորագրեք, կնիկ դնեք, եթե ունեք, այդպես այդ գործողություններով պետք է զբաղվեք։ Եվ անընդհատ միգուցե ինչ որ փաստաթուղթ է կամ այնպեսի մի աշխատանքի եք անցնում, որ անընդհատ փաստաթուղթ եք ուղարկում, այստեղ, այնտեղ, հա, ոնց որ անընդհատ այդ գործողությունների մեջ եք, որ նայեն, վերանայեն, նորից հետ պատասխանեն, նորից էլ ինչ որ բաներ անեք, ուղարկեք, նորից նայեն, հա, այդպես ինչ որ նման պահեր են։ Միգուցե անընդհատ փաստաթուղթ են ուզում, անընդհատ ուղարկում եք, վերանայում են, նորից հետ են ուղարկում, որ էլի դուք էլի ինչ որ բան ուղեք, նորից հետ ուղարկեք, հա։ Նման ինչ որ պահեր կարող լինել այս ամիս։ Տեսնենք ճամփորդությունը, դա եթե գնաք ճամփորդության հանգստանալու, ապա այն հիանալի կանցնի, ուղղակի, հիանալի քարտ է ընկել, եթե ուզենաք գնալ, ապա կարողանաք գնալ։ Առանց որևէ խնդիրների հետադարձ չի Մերկուրին եւ կարող եք հանգիստ գնալ եւ վայելել ձեր հանգիստը։ Միգուցե սա կախված է կամ գնում եք օրինակ օտարերկիր հարսանիքի մասնակցելու համար, միգուցե վիզայի հետ կապված հարցեր են այստեղ, որ մեկ այլ երկիր տեղափոխվելու համար ինչ որ փաստաթղթեր են պետք եւ այլն, եւ այդ ամեն ինչը կազմակերպում եք, անում եք եւ գնում եք։ Միգուցե վիզա են տալիս ձեզ, միգուցե գրին քարտ եք շահում, այս ժամանակահատվածում է, չէ՞, պատասխանը կարծես թե միգուցե ինչ որ բան է այդպես։ Շատ կարևոր ձեզ համար, որ հետո ձեզ դա հնարավորություն է տալիս ճամփորդելու։ Միգուցե օտար երկրում փաստաթուղթ եք ստանում եւս էլի, որ սա ցույց է տալիս, որ անդադ պետք է փոխեք այդ փաստաթուղթը, ինքնա ցույց է տալիս, որ արդեն հնարավորություն կունենաք գնալու այստեղ կամ այնտեղ։ Տեսնենք աշխատանք եւ բիզնես։ Աշխատանքը այստեղ տղամարդը դա բոլորը ֆիգուրներ են։ Ինչ որ հստակ թեմա չկա, ինչ է լինելու։ Ինչ մարդկանց հետ եք շատ լինելու։ Այդ տղամարդը կամ ձեր տնօրենն է, կամ պատվիրատու է, մենեջերն է, ում հետ որ կաշխատեք, ինչ որ մեկն է որ կարող սովորեցնեք աշխատանքի վայրում կամ ինքը ձեզ սովորեցնի, թե ինչպես պետք է ունակ այդ գործի մեջ, հա, ոնց որ ձեզ հմտացնի, որպեսզի կարողանաք հետո աշխատել։ Դա ինչ որ մեկն է, ինչ որ տղամարդ է, միգուցե բիզնես եք բացում իրար հետ,
Գո ձեր եղբայրն է, ձեր տղան է, իրար հետ, կամ ձեր հայրն է, իրար հետ բիզնես եք բացում, այդ եք սկսում աշխատել, հա ինչ-որ մեկին ոնց որ իրար հետ ձեզ հետ է միացնում, որ իրար հետ ինչ-որ մի գործի վրա աշխատեք, մի ծրագրի վրա։ Տեսնենք ընկերները եւ օգնությունը։ Այստեղ օգնությունը բացառվում է, եթե ինչ-որ օգնության կարիք ունենաք։ Ընկերները նույնպես, տեսակ խճճվել եք, մտածում եք, արդյոք արժի իրանց հետ ընկերություն անել, թե ոչ։ Եվ կարող եք հանել ձեր ընկերներին։ Կամ ընկերներն են խճճվել, ինչ-որ խնդիրների մեջ են հայտնվել, պետք է դուք օգնեք։ Կամ եթե դուք եք հայտնվել, ձեզ կարող են օգնել, բայց տեսակ այստեղ օգնությունը դժվար։ Օգնություն կստանան, եթե օրինակ դուք ընկել եք այստեղ խնդիրների մեջ։ Դե հա, բայց սիրելիների կողմից, ձեր հարազատ մարդկանց կողմից կստանաք։ Իսկ ընկերների մեջ եք խճճվել, ուզում եք հեռացնեք։ Դե գիտեք ինչ-որ մարդկանց մասին կարող եք բաներ իմանալ եւ սկսեք մտածել։ Արդյոք արժի այդ մարդու հետ շարունակել ընկերություն անել, թե ոչ, որովհետեւ ասում են, ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես, չէ՞, եթե ինչ-որ մի կարևոր մի բան կա իր հետ կապված, ապա նաեւ այդ կարևոր բանը ձեզ հետ է կապված։ Այնպես որ այստեղ պետք է իրոք մտածել այդ մասին։ Կարող է ուսումնական ընկերների հետ էր հեսա կապված։ Պետք է այնտեղ մի փոքր իրարից առանձնանաք։ Միգուցե արդեն իսկ առանձնացել եք եւ հիմա խնդիրներ են ստեղծում ձեզ համար իբրև թե իրենց արևին։ Եվ տեսնենք վախերը, խնդիրները եւ գաղտնիքը։ Այստեղ վեճ կա այդ առումով։ Խնդիրներ կարող են լինել, որոնք վեճ են։ Նայեք, այստեղ կար խնդիրներ կար, այստեղ ֆինանսների հետ կապված է, ընդհանուր ֆոնը, որ կատակի եք վերածում, լուրջ չեք վերածում, հա, այդ վերաբերվում ինչ-որ բանի, այդ դա է։ Այստեղ որ գուցե վախեր ունեք անձնական հարաբերություններ, որտեղ այստեղ սառն են եւ կարող է վիճում եք անընդհատ իրար հետ, վախերը կարող է դրանից լինել, վախերը այդպես ընկերների հետ կարող է կապված լինել, նոր աշխատանքի, եթե ինչ-որ մի բան եք անում այստեղ, դա կարող է լինել յուրաքանչյուր բան, վախ ունեք, վախ կա, խնդիրներ նույնպես կա, որոնք որ պետք է հաղթահարեք այդ խնդիրները։ Տեսնենք վախերը ինչից է։ Ես արդեն ասացի եւ ինքը ընկավ։ Անձնական հարաբերություններն են, գործարքներն են, որ ցանկանում եք ընկել եւ հետո վախենում եք։ Արդյոք այդ ամեն ինչը նորմալ կլինի, թե ոչ։ Խնդիրներ։ Խնդիրները կապված են հաջողության հետ։ Ինչ որ բաներ եք կարող անում եւ այստեղ եթե լուրջ վերաբերվեք, ամեն ինչին կկարողանաք յուրաքանչյուր բան այստեղ անել։ Կամ պետք է անեք ինչ-որ մի բան դուրը փայեք վերջ, այլևս դրան չանդրադառնաք։ Կարող դրա համար անընդհատ անտեսում եք այդ խնդիրները անդադ կան։ Իսկ եթե դուք անեք, վերջացնեք այդ խնդիրներին լուծում տակ, դուրը փայեք, այլևս նրանք ձեր մոտ չեն հայտնվի։ Եվ գաղտնիքը, այստեղ գաղտնիք կա, կամ գաղտնիքի համար է վեճը ընդհանուր առմամբ։ Ինչ անել այդ գաղտնիքի հետ ընդհանրապես։ Գուցե գումարի հետ է կապված, նայեք այստեղ կարող է ձեր զույգը գաղտնի, այնտեղ ծախսեր է անում, սրան նրան լավություն է անում, միգուցե ինչ-որ մի բան եք իմանում գումարի հետ կապված, ժառանգության հետ կապված։ Ինչ-որ բաներ են այստեղ։ Գաղտնիքը նաև կարող է դուք չեք ուզում, որ բացահայտվի, բայց այստեղ կարող է բացահայտվել եւ վեճ լինել։ Ի վերջո, կամ ձեր ծախսած գումարների կամ դիմացինի։ Գուցե ինչ-որ մեկ ասում է, այսքան եմ ստանում աշխատավարձ, իսկ մնացածը օգտագործում է մեկ այլ բաների վրա։ Դե այսքանը, որ ասեմ իդեալականներ չէ, եթե ինձ թվում է այստեղ ամեն ինչը կարգին լինի, ամեն ինչը ավելի լուրջ է, ոնց որ այդ եղջյուրական, ամեն ինչը ճիշտ կարգ ու կանոնով, չգիտեմ ինչու այս ամիսը ձեզ մոտ ավելի թեթև է, թռուցիկ է եւ ուշադրություն չեք դարձնում ավելի լուրջ։ Եթե ամեն ինչին լուրջ վերաբերվեք, ապա ոչ մի խնդիր էլ այստեղ չի լինի։ Եվ եթե ձեր խնդիրները դուք լուծեք, ոչ թե հիմնվեք ընկերների վրա կամ ինչ-որ մեկի վրա, եւս էլի կկարողանաք լուծել։ Այսքանը կային խնդիրներ, որոնք որ պետք է հաղթահարեք, կային խնդիրներ, որոնք որ պետք է լուծեք այս ամիս։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի մաղթում եմ ձեզ ամենա
բարենպաստ, բարեհաջող ամիսը լինի ապրիլը։ Դա ամիսներից մեկը։ Այսքանը ձեզ համար լավ եղեք։